Բարև բոլորին, այսօր ձեզ հետ են Արթուրը և Մանեն, այսօր կխոսենք հին և նոր սերունդների տարբերությունների և սովորությունների մասին։ Շատ հաճախ մեծերից լսում ենք, որ ասում են մեր ժամանակ ուրիշ էր, իսկ երիտասարդներն ասում են, որ աշխարհը փոխվել է։ Հիմա հարց, արդյոք ինչն է ճիշտ, ինչն է փոխվել և ինչը մնացել իր տեղում։ Բարև բոլորին, այո, ես էլ եմ այդ խոսքը շատ ասում, որ սերունդների փոփոխություն կա, ես որպես հին սերնդի ներկայացուցիչ գտնում եմ, որ այժմյան սերունդը շատ է փոխվել եւ սերունդի մոտ քչացել է մարդկային շփումը եւ իրանք անում են այն, ինչ հետաքրքիր է հաշվի չառնելով դիմացինին։ Ես շատ հաճախ լսել եմ մեծերից, որ մեր ժամանակ ուրիշ էր ու սովորությունները պահպանվում էին, այսինքն շփումը շատ էր, ինչ կասես դրա մասին։ Սովորություններից առաջինը ես կառանձնացնեմ հարսանիքները, որոնք տևում էին մի քանի օր, շաբաթվա կեսից սկսում էին, մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ, շաբաթօրն էլ հարսանիքներ, վրանների տակ, մի քանի 100 հոգի, կիրակի էլ ժողովրդին խաշ էին հյուրասիրում, դրանից հետո էլ մի քանի օր նոր վերջանում էր այդ ամեն ինչը։ Իսկ հիմիկվա հարսանիքը սկսում է շատ նախորդի գունը, հաջորդ օրը մի քանի ժամ ռեստորան ու դրանով ամեն ինչ եզրափակվում է։ Այսինքն հին եւ նոր սերնդի մեջ կա շատ տարբերություն, մարդկային շփումը քչացել է, իսկ ինչն է դրա պատճառը, ինչ ես կարծում դու։ Դրա պատճառը հիմնականում այս հիմիկվա էլեկտրոնային դարն է, ինտերնետ, հեռախոս։ Իսկ դու կախում ունես համացանցից, օգտվում ես համացանցից։ Ես չափավոր եմ օգտվում համացանցից, իսկ մարդիկ կան, օրինակ դու ոնց ես օգտվում համացանցից։ Ամբողջ օրը, չէ՞։ Ոչ, բնականաբար։ Ես հիմնականում օգտագործում եմ համացանցը գիտելիքներս հարստացնելու համար, այսինքն օգտագործում եմ գիտելիքների համար։ Իսկ դու ինչպես ես վերաբերվում համացանցին, օգտվում ես դրանից թե ոչ։ Ես համացանցից օգտվում եմ չափավոր լրատվության կամ այս կամ այն ինֆորմացիայի համար։ Բայց օրվա մեջ դա կարող է տևել 1-1.5 ժամ։ Իսկ դու ինչքան ես օգտվում։ Ես նույնպես օգտվում եմ համացանցից, կարծում եմ, որ համացանցից մեր դարում անհնար է չօգտվելը, որովհետև շատ հաճախ մեզ պետք է գալիս տեղեկատվություն, իսկ մեր դարում մենք չենք օգտվում հիմնականում գրքերից, մենք չենք տանջում եւ շատ ման չենք գալիս գրքերով, որ մեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը դուրս գրենք, դրա համար օգտագործում ենք համացանցը։ Իսկ ընդհանրապես գրքերից օգտվում ես դաս սովորելուց կամ թեկուզ գիրք կարդում ես առօրյայում։ Առօրյայում գիրք կարդում եմ, բայց ոչ հաճախ, քանի որ ժամանակս չի ներում ինձ։ Իսկ որպես դպրոցական, ասենք դու ձեր ուսուցիչներից կամ ձեր մեծերից լսել ես տարբերությունների մասին, հիմիկվա դպրոցի ու այն ժամանակվա։ Նրանք նույնպես ասում են, որ մեր ժամանակ ուրիշ էր, որ հեռախոսներ չկային, չկար համացանց եւ ամեն ինչ ուրիշ էր։ Ունեինք մի հատ հեռուստացույց ու այն ժամանակ մեր ուրախությունը դա էր։ Ճիշտ է, դու տարիքով փոքր ես, բայց կհիշես, որ պատերազմական վիճակները ինչի համար էր ժողովուրդը այդքան ծանր տանում պատերազմը, որպես երիտասարդ, որպես նոր սերնդի ներկայացուցիչ քո կարծիքը։ Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառը համացանցն էր, որովհետև մարդիկ շատ կախում ունեին համացանցից ու այն ժամանակ կեղծ տեղեկատվությունը շատ էր։ Ու մարդիկ լսելով դա, իրենց մեջ կասկած էր ընկնում, վախ էր ընկնում, հիմնական պատճառը դա էր։ Այո, ես դրա հետ համաձայն եմ, քանի որ այն ժամանակ 90-ականների պատերազմին մեր միակ ինֆորմացիայի աղբյուրը հեռուստացույցն ու ռադիոն էին, այն էլ տալիս էին այնքան ինֆորմացիա, ինչքան անհրաժեշտ էր ժողովրդին, եւ ժողովուրդը այդ մի քանի տարվա պատերազմը, ասենք, ավելի ուրիշ ձև էր տանում, առանց խուճապի։ Այսինքն հին եւ նոր սերունդների մեջ կա շատ տարբերություն։ Ահա որ շատ տարբերություն կա ու կարող եմ ես հիմա էլ ասել։ Այն ժամանակվա կրթական համակարգը, այն ժամանակվա դպրոց աշակերտն ու ուսուցիչ հարաբերությունները լրիվ ուրիշ էին։ Այն ժամանակ մենք ուսուցչին տեսնում էինք, ստացվում էինք, զգաստանում էինք, իսկ դու իմի տեսնում ես դպրոցում այդպես բան։ Ոչ։ Իսկ ինչից է գալիս ըստ քեզ։ Ես իմ չգիտեմ։ Դե հարգանքը կա բնականաբար, ինձ թվում է դա արդեն գալիս է տան դաստիարակությունից, ընտանիքից է գալիս, կամ երեխայից էլ է գալիս, հնարավոր է որ միջավայրն էլ ազդի դրա վրա։ Կամ էլի հեռախոսի ազդեցությունն է, շատ բաներ երեխաները հենց հեռախոսից են սովորում։ Իսկ դու որպես Արի Թալինի կամավոր ոնց ես մտածում, կամավորությանը ոնց ես նայում եւ արդյոք ճիշտ ես գտնում ես հիմիկվա դասընթացները կամ հավաքները երիտասարդների ինչ դեր ունեն քո կյանքում։
Սկզբից խոսեմ կամավորության մասին, որովհետև կամավորությունն իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի։ Ես կարծում եմ, որ կամավորությունը երիտասարդի կայանալու հարցում շատ է օգնում, որովհետև երիտասարդը առաջին իր քայլերը հենց անում է այդտեղ, որովհետև մինչև 18 տարեկան դառնալը երիտասարդներից շատերը չեն աշխատում, այդտեղ են ունենում առաջին փորձերը իրենց։ Իսկ կամավորությունը օգնում է երիտասարդին ինքնահաստատվել, թեկուզ դպրոցականին։ Այո։ Ես էլ ասեմ, որ ես կամավորության փորձ ունեմ ավելի քան 10 տարի եւ հիմիկվա ու այդ ժամանակվա տարբերությունը ես նույնպես տեսնում եմ, ճիշտ է։ Շատ քիչ բան է փոխվել, ասենք սերունդը համարյա թե նույն սերունդն է, բայց այն սերնդի 10 տարի առաջվա ու հիմիկվա սերունդի մտածելակերպի մեջ էլ փոփոխություն կա։ Այն ժամանակ երբ մենք ինչ-որ բան կազմակերպում ենք, ավելի շատ մարդ էր հավաքում, ավելի ասենց թեկուզ բանավեճերը կամ քննարկումները ավելի լավ տաք բանավեճեր էին լդում։ Իսկ հիմա ես չեմ կարծում, որ նույն ձևի կլինի։ Այո, հիմա երեխաները շատ կախում ունեն համացանցից, ամեն ինչ փորձում են այդպես անել, նույնիսկ շատ դասեր հեռախոսով են սովորում, կան on-line դասընթացներ, որոնց միջոցով նրանք նույնիսկ մասնագիտություն են ձեռք բերում։ Ես ինքս այդ ճանապարհին եմ ու on-line դասընթացներ եմ սովորում եւ փորձում եմ այդպես մասնագիտություն ձեռք բերել։ Կարծում եմ, որ այդ ամենը ինչ որ չափով երեխային աջակցում է։ Ինձ թվում է, որ երեխան պետք է հասկանա եւ իմանա ինչպես օգտագործել համացանցը իր օգտին։ Իսկ դու որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ինչ կարող ես ասել, ինչ անեն, որ մի քիչ ավելի մարդկային շփումը մեծանա։ Սկզբում մենք խոսեցինք մարդկային շփումների մասին։ Կարծում եմ, որ հեռախոսի ազդեցությունը մեծ է ու պետք է քչացնել հեռախոսները կամ օգտագործել միայն կարևոր նպատակների համար։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ հետ էին Արթուրն ու Մանեն։ Ցտեսություն։ Հաջողություն։